Հետո գալիս եք խոսում եք ազնվությունից, պարոն Մինասյան։ Բա այդ դեպքում խի Վարդանիկի նախընտրական շտաբ չէիք գնում, խի Վարդանիկի մասին ելույթներ չէիք ունենում նախընտրական քարոզարշավի ժամանակ, խի էիք ծածուկ պաշտպանում Վարդանիկին, որովհետև չէիք ուզում ձեր անտի-ռեյտինգով հանկարծ մի քիչ վնասեք Վարդանիկի բանը, լուսապսակ ճակատը, չէիք ուզում։ Հիմա եկել եք Վարդանիկ եք պաշտպանում։ Նեղ սրտում եք, որ Վարդանիկին ասում են Վարդանիկ։ Վարդանիկ ինքն է իրան ասել Վարդանիկ։ Այսինքն այն բոլոր բաների հետ նորմալ եք, խնդիր չեք տեսնում մեն Վարդանիկի հետ։ Այսինքն բոլոր ամեն ինչ որ Վարդանիկի մասին ասվում է, հեչ Վարդանիկը մեջ փաստորեն։ Ընդունենք դա որպես իգիտություն, պարոն Մինասյան։ Խնդրում եմ հաջորդ անգամ մի հատ նաև սրան պատասխանեք։ ԿԲ իդեպ էլի 10 րոպեանոց ելույթներ կան։ Պարոն Մինասյան, դուրս եկեք ծխեք, բայց շենքում, չէ, ներքևը իջնեք, բացօթյա կծխեք։ Հա, բայց պարոն Մինասյան, էլի բան ունի ձեզ ասելու կլսեք, ոչինչ, միութենական պետության հետ կապված։ Ասում եք, որ ասում եք ԿՊ-ն է միութենական պետության ջատագով եւ այլն։ Պարոն Մինասյան, ձեր ղեկավարը, ձեր շեֆը Ռոբերտ Քոչարյանն է, որ չի բացառել միութենական պետության անդամ դառնալը։ Բա պարոն Մինասյան, ձեր ղեկավարին, ձեր շեֆին Ռոբերտ Քոչյանին հարցրել եք, բա այդ ինչ ես ասում, որ չես բացառում միութենական պետության անդամ լինելը, թե վախենում եք։ Վախենում եք ասել։ Տիկին Վարդանյան, դուք այսօր ձեր ծնունդնա վրները չեն ջղայնանա, դուք ասեք։ Դուք այսօր հաստատ ձեր տրամադրությունը ունեցա, որ ձեզ վատ բան չեն ասի։ Մի հատ գնացեք Ռոբերտ Քոչյանին ասեք, «Էս ինչ ես ասում, շեֆ, ինչ միութենական պետություն»։ Բա մենք գնում ենք սաղորը ընդեղ, մեզի ճղում ենք, ասում ենք հայրենիք, ազատություն, մահկամ ազատություն, բան պետականություն, դու գնում ես մի հատ բան ասուլիսով, հասկանալով թե չհասկանալով ջուրն ես գցում այդ ամբողջ եղածը։ Ասում ես միութենական պետություն, այո, չեմ բացառում միութենական պետության անդամ դառնալ։ Հետո էլ գալիս է իհարկե Վարդանիկը, ոչ պակաս ինտելեկտուալ քաղաքական գործիչ ինչքան որ Ռոբերտ Քոչարյանն է, եւ ասում է, որ այո, պետքա, ինչու ոչ, պետքա դառնալ միութենական պետության մաս։ Հա՞։ Չէ, դե պարզ է, բանը Վարդանիկը որպես առանձին օժտված անձնավորություն արդեն զարգացնում է միտքը։ Հա՞։ Եվ այո, ով էլ դեմա թրքահապատակ Շահան որդի է, որը իդեպ, որին դուք պատասխան չեք տվել։ Փաստորեն դուք դրանով հաստատել եք, որ դուք կողմ եք, որտեղ դուք պետքա դիրքավորվեիք։ Այդպես էլ չդիրքավորվեցիք, ժողովուրդ։